Եվրամիության առաջնորդներին չի հաջողվել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային խոշոր վարկ տրամադրելու հարցում։ Բանակցությունները տևել են շուրջ 16 ժամ։ Եվրոպական կողմը սակայն դիտարկել է այլընտրանքային տարբերակներ։ Արդյունքում առաջնորդները պայմանավորվել են 90 միլիարդ եվրո հատկացնել Կիևին Եվրամիության բյուջեից։ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտնել է, որ այդ միջոցները նախատեսված են 2026-27 թվականների համար։ Ակնկալվում է, որ առաջին փոխանցումները կարվեն արդեն հունվարին։ Նաև նշվում է, որ Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան չեն ցանկացել մասնակցել նախաձեռնությանը։ Օրեր առաջ ԵՄ-ն որոշել էր անժամկետ սառեցված պահել արևմտյան պետություններում գրանցված ռուսական ակտիվները։ Եվրահանձնաժողովին տրված արտակարգ լիազորությունները թույլ են տալիս սառեցնել 210 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Կիևին։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովից հետո ունեցած ելույթում կարծիք է հայտնել, որ օգտակար կլիներ Ուկրաինային աջակցությանը զուգահեռ վերսկսել Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը։ Էմանուել Մակրոնը շեշտել է, եվրոպական կողմը պետք է առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտենում են կարևոր կետի։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Կիևն արագ կգործի։ Ամեն անգամ, երբ նրանք չափազանց շատ ժամանակ են պահանջում մտածելու համար, Ռուսաստանը փոխում է իր միտքը։ Անցած ամիս 27,000 զինվոր է զոհվել։ Ես 8 պատերազմ եմ դադարեցրել, կարծում էի ռուս-ուկրաինականն ամենահեշտը կլինի, բայց նրանց միջև ատելությունը շատ մեծ է, մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, այնուհանդերձ հնարավորություն կա։ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստվում է շփումներ ունենալ Միացյալ Նահանգների հետ քննարկելու խաղաղության ամերիկյան ծրագիրը եւ Կիևի հետ բանակցություններից հետո դրանում կատարված փոփոխությունները։ Ուկրաինայի իշխող ժողովրդի ծառախմբակցության ղեկավար Դավիթ Արախամյանն էլ մտահոգություն է հայտնել, որ Կիևը ստիպված կլինի կնքել վատ կամ շատ վատ խաղաղության համաձայնագիր կամ շարունակել պատերազմը։ Նրա կարծիքով Միացյալ Նահանգների ներկայիս ճնշման ներքո կա խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորություն, իսկ առանց ամերիկյան կողմի կլինի միայն ռազմական սցենարը։ Արախամյան հավելել է, որ այժմ երկու ցավոտ հարց կա՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները եւ ամբողջ Դոնբասը հանձնելու Ռուսաստանի պահանջը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ներկայումս դաշինքի մի շարք անդամներ պատրաստ չեն համաձայնել կառույցին Ուկրաինայի անդամակցությանը։ Խոսքը Հունգարիայի, Միացյալ Նահանգների, Սլովակիայի եւ հնարավոր է եւս մի քանի երկրի մասին է։ Այսպիսով հարց է առաջանում, եթե խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցվի, ինչպես ենք այնուհետև կանխելու Ուկրաինայի վրա ռուսների հետագա հնարավոր հարձակումը, շարունակել է Մարկրյուտեն։ Նա ընդգծել է անվտանգության ամուր երաշխիքների կարևորությունը, ինչը պահանջում է նաեւ Վոլոդիմիր Զելենսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մանրամասնել է, որ անվտանգության երաշխիքների համատեքստում այժմ քննարկվում է 3 բաղադրիչ՝ Ուկրաինայի զինված ուժերը, երկրի պաշտպանությունը, Արևմուտքի ներգրավվածությամբ եւ Կիևին Միացյալ Նահանգների աջակցությունը։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր շրջանառվող լուրերը, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան նախնական համաձայնության են եկել Կիևի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածի տրամաբանությամբ, որի համաձայն դաշնակիցները պետք է աջակցեն իրար ագրեսիաների դեպքում։ Այս առաջարկը դեռ պետք է ներկայացվի Կոնգրեսի քվեարկությանը։ Հազարավոր ֆերմերներ Բրյուսելում բողոքի ակցիա են անցկացրել հավաքվել ԵՄ կառույցների դիմաց։ Նրանք բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր կնքման եւ այդպիսով եվրոպական գյուղատնտեսական արտադրությանն աջակցության կրճատման դեմ։ Մի շարք քաղաքացիներ տրակտորներով եւ գյուղատնտեսական այլ տեխնիկայով են մասնակցել ակցիային։ Ոստիկանների եւ ցուցարարների միջև բախումներ են եղել։ Իրավապահները ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են կիրառել։ ԵՄ Հարավային Ամերիկա համաձայնագրի կողմնակիցները պնդում են, որ այն այլընտրանք կդառնա Վաշինգտոնի մաքսատուրքերի քաղաքականությանը եւ արտահանման նկատմամբ Չինաստանի վերահսկողությանը։ Քննադատները սակայն նախազգուշացնում են, համաձայնագիրը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵՄ գյուղատնտեսական ոլորտի վրա։ Եվրոպացի մի շարք առաջնորդներ դեմ են արտահայտվել նման փաստաթղթի կնքմանը, սակայն Եվրոպական հանձնաժողովը հուսով է կանաչ լույս ստանալ։ Դիանա Գասպարյան, լուրեր։